Ուրեմն, Ethereum-ի գինն ընկնում է ու բոլորի մտքում մի հարց է. ինչու՞։ Ինչ է կանգնած այս անկման հետևում։ Արդյոք սա ուղղակի ժամանակավոր ուղում է, թե մի ավելի խորը խնդրի ազդանշան։ Դե ինչ, եկեք այսօր միասին խորանանք ու փորձենք բացահայտել բոլոր տեխնիկական պատճառները։ Հենց սա է հարցը, որ այսօր բոլորիս հանգիստ չի տալիս։ Դե ինչն է ստիպում գնին այսպես ընկնել ու ամենակարևորը, մինչև որ է հասնելու։ Եկեք միասին նայենք փաստերին ու փորձենք գտնել պատասխանը։ Ուրեմն, մեր հետաքննության առաջին թելը տանում է դեպի մի բան, որը կոչվում է Fibonacci-ի կոդ։ Հիմա կբացատրեմ, թե սա ինչ է ու ինչպես է մեզ հասցրել այս անկմանը։ Որպեսզի ավելի պարզ լինի, եկեք պատկերացնենք մի սանդուղ։ Դե Fibonacci-ի մակարդակները հենց այդ սանդուղքի աստիճաններն են։ Գինը կամ կանգ է առնում դրանց վրա ու նորից բարձրանում, կամ եթե չի դիմանում, կոտրում է աստիճանն ու շարունակում ընկնել։ Ու ահա կարելի է ասել հանցանքի վայրը։ Տեսնում եք այս գրաֆիկը։ Այստեղ պարզ երևում է, թե ինչպես է գինը ուղղակի ջարդում Fibonacci-ի այն մակարդակները, որոնք մինչև այդ իրեն պահում էին։ Հենց այս պահին էր, որ վաճառողները, կամ ինչպես ասում են արջերը, իրավիճակը վերցրին իրենց ձեռքը։ Բայց սպասեք, սա ուղղակի գնի անկում չէր։ Նայեք այս թվին՝ 26.7%։ Սա առևտրի ծավալի ահռելի աճն էր, որը ուղեկցում էր անկմանը։ Իսկ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սա իրական շատ ագրեսիվ վաճառք էր, ոչ թե պատահականություն։ Գիտեք, տեխնիկական վերլուծության մեջ մի ոսկե կանոն կա, այնինչ 3 հատակ էր, այսօր դառնում է առաստաղ, ու հենց դա էլ եղավ։ $2370 մակարդակը հիմա դարձել է մի տեսակ պատ, որին գինը անընդհատ բախվում է։ Ցանկացած վերականգնման համար պետք է այս պատը քանդել։ Լավ, բայց սա դեռ ամենը չէ։ Ethereum-ը այս պատմության մեջ մենակ չէր։ Պարզվում է, որ այստեղ մի, այսպես ասած, հանցակից էլ կա։ Խոսքը Bitcoin-ի մասին է։ Ու հենց սա էր այն կայծը, որից ամբողջ կրակը բռնկվեց։ Պատկերացնում եք, ընդամենը 24 ժամվա ընթացքում Bitcoin-ի շուկայում $150 միլիոն երկար դիրքեր ուղղակի փուչացան, գոլորշիացան։ Սա մի իսկական շոկ էր, որի ալիքները հասան ամբողջ կրիպտոաշխարհին։ Եկեք այսպես պատկերացնենք. Bitcoin-ը շուկայի կենտրոնն է, ինչպես արևը մեր համակարգում, իսկ Ethereum-ը դրա շուրջը պտտվող մոլորակ։ Հենց որ Bitcoin-ը մի քիչ թուլանում է ու ընկնում, այն իր հետ ներքև է քաշում ավելի անկայուն ակտիվներին, ինչպիսին Ethereum-ն է, ու դա անում է շատ ավելի ուժեղ։ Լավ, պատճառներն արդեն հասկացանք։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում հենց հիմա, այսպես ասած, գների պայքարի դաշտում։ Որոնք են այն կարևոր գոտիները, որտեղ գնորդներն ու վաճառողները կռիվ են տալիս։ Ուրեմն, ահա մեր մարտադաշտի ամբողջ քարտեզը։ Այս պահին բոլորի աչքը $21.58 նշագծին է։ Սա պաշտպանության վերջին գիծն է։ Եթե սա էլ կոտրվի, ապա հաջորդ կանգառը ամենայն հավանականությամբ $2100 է։ Իսկ եթե ուզում ենք վերականգնում տեսնել, պետք է վերադառնանք ու կոտրենք $2370 դիմադրությունը։ Ամեն ինչ շատ կոնկրետ է։ Դե լավ, այսքանից հետո հարց է առաջանում, ինչ է սպասվում Ethereum-ին։ Տեխնիկական վերլուծությունը մեզ ցույց է տալիս 3 հիմնական սցենար, 3 հնարավոր ճանապարհ։ Ամեն ինչ իրականում շատ պարզ է։ Սցենար առաջին, ամենավատը, եթե $2158 մակարդակը կոտրվում է, ճանապարհը բացվում է դեպի շատ ավելի ցածր գներ։ Երկրորդ, չեզոք սցենարը, գինը պահում է այս մակարդակը եւ որոշ ժամանակ ուղակի տատանվում է տեղում։ Եվ երրորդ, լավագույն սցենարը, գինը վերադառնում է $2370-ից բարձր, ինչն արդեն վերականգնման հստակ նշան կլինի։ Ու հիմա ամենահետաքրքիրը։ Հիշում եք մեր ամենասկզբի գրաֆիկը։ Դե նայեք, այս բոլոր սցենարները հենց այնտեղ են նկարված։ Կարմիր սլաքը մեր վատ սցենարն է, անկումը, իսկ կանաչը այն վերականգնումը, որին բոլորը սպասում են։ Ամեն ինչ մի կետում հավաքվում է։ Այսպիսով ամբողջ այս բարդ պատմությունը, այս վերլուծությունը, ի վերջո հանգում է մեկ թվի։ Միայն մեկ վճռորոշ մակարդակի, պաշտպանության վերջին գծին։ Այս մեջբերումն ինձ թվում է ամեն ինչ ասում է։ Հասկանում եք, $2158 ուղղակի թիվ չէ գրաֆիկի վրա։ Սա այն սահմանագիծն է, որը որոշելու է Ethereum-ի ճակատագիրը առաջիկա ամիսներին։ Ուրեմն, վերջում մնում է մի հարց. սա ուղղակի շուկայի առողջ մաքրում է, որից հետո նոր աճ է սկսվելու, թե սա ավելի խորը, ավելի լուրջ անկման սկիզբն է։ Պատասխանը, ինչպես տեսանք, թաքնված է մեկ թվի մեջ։ Հիմա դուք արդեն գիտեք, թե որ թվին պետք է ուշադիր հետևել։